Սիրոտոներից մինչև մարտիրթը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Բարև ձեզ, մենք սովոր ենք քաղաքականությունը չափել արդարությամբ, բայց պատմությունը ցույց է տվել, որ այն պետք է չափել փոխադարձ շահերով եւ հնարավորություններով։ Եվ այսօր Հայաստանը փորձում է իր տեղը գտնել այս նոր աշխարհակարգում եւ այդտեղ այդ հին նարատիվները տեսնում ենք, որ այլևս չեն աշխատում, իսկ նոր իրողությունները բավականին ցավոտ են։ Եվ այսօր մենք խոսել ենք այն նյուանսների մասին, որոնք տասնամյակներ շարունակ վրիպել են մեր աչքից, վերածվելով ռազմավարական կուրության։ Ինչու դրանք այդ հնարավորությունները շանսերը չեն դարձել իրողություն եւ մնացել են ցանկության շարքից եւ որն է դրա պատճառը եւ ինչու է այսօր այդ հնարավորությունները եւ ռեալիզմը դիտվում որպես զիջում։ Այսօր իմ հյուրն է պատմաբան, լրագրող, Արցախի խորհրդային արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը եւ նրա հետ կփորձենք բարձել այդ նյուանսները։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան, շնորհակալություն, որ հյուրընկալել եք։ Անդրադառնանք վերջին ամենաթարմ հայտարարություններին։ Օրերս Արցախի ազգային ժողովը հայտարարություն տարածեց, նշելով, որ ջանքեր են գործադրելու վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Ձեր կարծիքով այս հայտարարության քաղաքական կշիռը որն է, սա նորից այդ ցանկությունների շարքից է, թե կա իրական այս ճանապարհային քարտեզ եւ դուք տեսնում եք այդ հնարավորությունները։ Ես չեմ կարծում, թե այդ հայտարարությունը պետք է գնահատել որպես քաղաքական փաստաթուղթ, որովհետեւ դա զուտ քարոզչական բնույթի ակցիա է, որ ազգային ժողովի Արցախի խմբակցությունները արել են։ Ինչու եմ այսպես կարծում, որովհետև ասեք անցյալ տարվա փետրվարին ի նշանավորումը Ղարաբաղյան շարժման հերթական տարելիցին նման հայտարարություն չի եղել։ Այսօր Հայաստանում սպասում են խորհրդարանական ընտրություններ, քաղաքական ուժերը դիրքավորվում են եւ ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը արվել է որպես քարոզչական նախընտրական հնարք ավելի շատ քննադատելու Հայաստանի գործող իշխանությունների, քան օգտակար լինելու Արցախի բնակչության վերադարձի իրավունքի թեկուզ միջազգայնացման, այդ հարցի թեկուզ միջազգայնացման, որտեղ այնտեղ կա այսպես բանալի, այսպես ասենք, ձևակերպում, որ եւ 44-օրյա պատերազմը եւ 44-օրյա պատերազմին հետեւած իրադարձությունները, այդ թվում նաեւ Արցախի բռնատեղանությունը տեղի ունեցել Հայաստանի իշխանությունների արկածախնդիր քաղաքականության հետևանքով։ Այդ հայտարարությունը ընդունվել է, որպեսզի այս նախադասությունը, այս միտքը եւս մեկ անգամ հասցվի հանրությանը, ու ես կարծում եմ, որ առաջին հերթին թիրախում բռնատեղանված արցախցիներն են, այն մարդիկ, ովքեր պետք է մասնակցեն, արդեն քաղաքացիությունն կարող են մասնակցել, ասենք, քաղաքական վերաբերմունք արտահայտելու հնարավորություն, որպես այդ մարդիկ կողմնորոշվեն, որ իրենց դժբախտության պատճառը Հայաստանի այսօրվա գործող իշխանությունն է, այդ իշխանությունը չլինի, իրենք երջանիկ են լինելու։ Մոտավորապես սա է, դա քաղաքական փաստաթուղթ չէ, եւ որպես Արցախից բռնատեղանված ազնվորություն, ով Արցախում երբևէ քաղաքական գործունեություն է ունեցել, ես շատ ցավում եմ Արցախի բռնատեղանված բնակչության ներկայացուցիչների այդ ցածր մակարդակի համար իսկ թույլ տամ այսպես արտահայտություն անել։ Այսինքն սա դիտարկենք բացառապես ներքաղաքական, նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Այո։ Իսկ ինչպես են հենց նույն արցախցիները վերաբերում այս ամենին։ Ես տարբեր արցախցիների հետ եմ շփվում, զրուցում նաև այս թեմաներով։ Ինչպես են իրենք այս նարատիվներին, հենց այս նյուանսներին, իրենց վերաբերմունքը ինչպիսին է։ Ես լայվ շփումներ չունեմ, պետք է խոստովանեմ։ Facebook-ում կա ընկերներ, բռնատեղանվածներ Արցախից, ես չգիտեմ
դա միայն իմ ընկերության շրջանակն է այդպեսին, թե ընդհանրապես վերաբերմունքի եւ մտածողության ու գնահատումների արմատական փոփոխություն է տեղի ունեցել, բայց այն մարդիկ, ում հետ ես շփվում եմ Facebook-ում, միանգամայն առողջ են դատում, ճիշտ են գնահատում իրավիճակը եւ քաղաքական դիրքորոշմամբ առնվազն չեն պաշտպանում, չեն սատարում Հայաստանի ընդդիմադիր քարոզչությանը։ Այդ ինչպես նշեցիք, օգտատերից մեկը վերջերս ինձ մոտ հայտարարություն աչքի ընկավ, ուզում եմ ցիտել, ազգային ժողովի խմբակցություններին առաջարկ է եղել, նշել էր Տիգրան Պետրոսյանը, որ դիմել են խաղաղության խորհրդին, սակայն 5 խմբակցություններից 3-ը դեմ են արտահայտվել, պարզաբանելով, որ խաղաղության խորհուրդը անլուրջ մարմին է։ Ինչպես կմեկնաբանեք այս իրողությունը, հայտարարությունը, որքանով է այն համապատասխան։ Ես չեմ կարող ասել, թե այդ տեղեկատվությունը, որ կարծեմ Տիգրան Պետրոսյանն է տարածել, որքանով է հավաստի, բայց ես չեմ կարող կասկածել Տիգրան Պետրոսյանի ազնվությանը, որովհետև գտնվելով Ստեփանակերտում այդ վերջին փուլում նա այնպիսի տեղեկություններ է հանրայնացրել, որոնք փաստական առումով հաստատվել են։ Եվ ուստի ես կարծում եմ, որ այո, եղել է նման առաջարկություն եւ իրոք ազգային ժողովի այդ 3 խմբակցությունները ես չեմ ուզում այսպես փակագծել բացել թե որ խմբակցություն է, ենթադրում եմ, որ խոսքը հայ-ափխական դաշնակցություն, արդարություն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցության խմբակցությունների մասին է, իրոք կարող են խաղաղության խորհուրդը անլուրջ կամ անպատասխանատու մարմին համարել կամ նրանք արտահայտում են այն քաղաքական այն շրջանակների տեսակետը, ում համար զարմանալի չհնչի ասածս Նիկոլ Փաշինյանի ներկայությունը խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին պարզապես անտանելի է եւ նրանք իհարկե քարոզություն են ծավալում, որ խաղաղության խորհուրդը անգործունակ մարմին է, չարժե դիմել այդ կառույցին, այդ կազմակերպության, չգիտեմ, որը նախագահում է Միացյալ Նահանգների նախագահը եւ միջազգային քաղաքականության տրեկը, այսպես ասած, որոշում է այդ ազնվորությունը, անկախ նրանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք Միացյալ Նահանգների եւ Միացյալ Նահանգների այսօր գործող նախագահի հանդեպ։ Ես օրինակ անձամբ Դոնալդ Թրամփով հիացած չեմ, բայց այսօրվա քաղաքական իրողությունը այն է, որ միջազգային քաղաքական օրակարգ թելադրում է Միացյալ Նահանգները իր նախագահի առաջնորդությամբ։ Ուստի Հայաստանի վարչապետի Եվ ոչ միայն Հայաստանի վարչապետի Ադրբեջանի նախագահի համաժամանակյան ներկայությունը այդ խորհրդի անդրանիկ նիստին վերահաստատում է Միացյալ Նահանգների առնվազն քաղաքական հանձնառությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը երաշխավորելու առումով։ Հենց այստեղ նաև գործում է մեկ այլ նարատիվ եւ այստեղ փորձենք հասկանալ դրա նյուանսները։ Նշվում է հաճախ, որ դա գործում է այդ պաշտպանիչ վահանը Թրամփին այնքան ժամանակ, քանի նա դեռ գործող իշխանություն է լինելու, քանի նա գլխավորելու է Միացյալ Նահանգների կարևոր սպիտակ տան կարևոր պաշտոնը զբաղեցնելու եւ ապագայում հայտնի չէ մշուշոտ է թե ինչ է լինելու։ Ձեր դիտարկումները սրա վերաբերյալ արդյոք մի երկրի հեգեմոն երկրի շահերը մեկ անձնով են պայմանավորված, թե ի վերջո գոյություն ունեն փոխզսպման ինստիտուտներ, մեխանիզմներ։ Երկիրը պետք է այսպես ժողովրդական լեզվով ասած նաև ընդդիմության բախտավոր լինի։ Ինչը մեր պարագայում ցանկալի է, բայց իրական չէ։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև նույն ընդդիմադիր շրջանակները շատ հաճախ խոսում են այն մասին, որ Սյունիքում Միչանսկի բացման ծրագիրը գոյություն է ունեցել 1992 թվականից։ Գոբլի ծրագիր։ Եթե 35 տարի, 34 տարի առաջ Միացյալ Նահանգները հետամուտ են եղել այդ խնդրի իրացմանը, գումարած դրան, որ 2001-2002 թվականներին այսպես կարգավորման քիվեստյան փաթեթն էլ ենթադրում էր Սյունիքի հաղորդողների բացում, ապա այսօրվա
ձեր բերված նախնական համաձայնությունները, նախնական պայմանավորվածությունները գնահատել որպես Դոնալդ Թրամփի կմահաճուկ, ես դրամաբանական չեմ համարում, գումարել դրան, որ նույն շրջանակները, եթե հիշում եք, պետք է հիշենք, 2025 թվականին ծաղրում էին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը եւ ասում են, որ 10 օրից հետո կգա Թրամփը եւ կչեղարկի այդ փաստաթուղթը, դա թղթի կտոր է, որովհետեւ Բայդենի վարչակազմը հեռանում է եւ այլևս այն պայմանավորվածությունները կամ այն հեռանկարները, որ նախանշված են այդ փաստաթղթում, չեն իրականանալ։ Թրամփը փոխարինեց Բայդենին եւ եղավ օգոստոսի 8։ Սա նշանակում է, որ այդ քաղաքականությունը ոչ թե հանրապետական կուսակցության կամ դեմոկրատական կուսակցության Դոնալդ Թրամփի կամ Ջո Բայդենի կմահաճուկն է կամ ցանկությունն է, այլ Միացյալ Նահանգների ռազմավարությունն է կոնկրետ այս տարածաշրջանում, Հարավային Կովկասում, որովհետև անընդմեջ Միացյալ Նահանգների եւ պետական դեպարտամենտը եւ փորձագիտական, վերլուծաբանական հաստատությունները, օրինակ ասենք Ատլանտյան խորհուրդը վերջերս եզրակացություն է հրապարակել, որտեղ գլխավոր առաջնահերթություն է տեսնում հաղորդակցության անընդմեջության ապահովումը Սևծովյան, Կասպյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների միջև։ Մեկ ճանապարհ գործում է։ Բաքու-Կարս երկաթուղին գործում է եւ այս երկրորդը ներգրվում է այդ ընդհանուր կոնցեպցիային։ Մյուս կողմից ընդդիմությունը շատ հաճախ Հայաստանի մեղադրում է, որ այստեղ իրացնում է Իրանին եւ Ռուսաստանին վնասելու ամերիկյան քաղաքականություն։ Չի կարող այսօրվա Դոնալդ Թրամփը, որ տանելի հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ, իրացնել մի ծրագիր, որը զուտ իր ցանկությունից բխած, նա իրականացնում է այն ինչ որ թելադրում է ԱՄՆ շահը։ Չորենանք հաստեկան կորպորատիվ շահեր կամ ռազմաարդյունաբերական համալիրի շահեր, բազմաթիվ շահեր, բայց ի վերջո այդ երկրի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության, այսօրվա քաղաքականության առանցքը Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի զսպումն է, Արևելյան Եվրոպա, Սևծովյան Կասպյան ավազանում Ռուսաստանի հեգեմոն դերի զսպումն է կամ հակակշռումն է։ Եվ այս քաղաքականությունը անկախ նրանից նույնիսկ կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետական կուսակցությունը կպահպանի իր դիրքերը, թե չի պահպանի, շարունակվելու։ Եվ վերջապես այն ինչ որ օգոստոսի 8-ին անցյալ տարվա ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև, պետք է տեղ ունենար 2024 թվականի դեկտեմբերին։ Հայ-ադրբեջանական արդեն պատրաստի պայմանագիրը 2024 թվականի դեկտեմբերի Վաշինգտոնում պետք է նախաստորագրվել։ Ալիևը հրաժարվել է, որպեսզի այդ պատիվը անցնի Միացյալ Նահանգների այսօրվա գործող նախագահ, այլ խնդիր գոյություն չունի։ Հակառակ պարագայում այդ պայմանագրի նախաստորագրումը պետք է տեղ ունենար 2024 թվականի դեկտեմբերին, երբ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը պատրաստում էին մեկնել Վաշինգտոն, բայց վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց այդ հանդիպումից, զանազան պատճառներ բերվեցին վարչակազմի պրոհայկականությունը, պետական քարտուղար Բլինքենի սիրահարվածությունը Հայաստանի եւ այլն, բայց ես կարծում եմ, որ Ալիևը այդ պաուզան պահել է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, այսպես ասենք, կնքահայր լինի Դոնալդ Թրամփը, որի հետ Ադրբեջանը եկեք շտակցնենք Վաղեբի
բիզնես հարաբերություններ ունի եւ ուղղակի եւ միջնորդավորված բիզնես հարաբերություններից քանի որ խոսեցինք, պարոն Աթանասյան, ես այսօր ընթերցում եի ձեր վերջին հոդված, որտեղ դուք անդրադարձել եք մի շատ կարևոր այդ նյուանսին, որ տեսնում ենք թե Բաքուն ինչպես է փորձում Եվրամիության հետ խաղալ բացառապես այսպես պրագմատիզմի դաշտում, առաջ մղելով գազ քաղաքական լռության դիմաց ու նշում եք, որ այդ Ալիևի դիրքերը թվացial այդ ուժեղ դիրքերը շատ ավելի թույլ են, քան թվում են։ Եվ ես կուզեի, որ նաև այս թեմայի մասին խոսենք, բացահայտենք դրա որոշ կոնտեքստը։ Ինչով է այն թույլ։ Այդ հարցում Ալիևի դիրքորոշումը երկակի է։ 2027 թվականի հունվարի 1-ին Ադրբեջանը պետք է սկսի Եվրամիության, Եվրահանձնաժողովի հետ ստացած պարտավորությունը գազի ծավալների մեծացումը։ Տարեկան 20 միլիարդ խորհրդ մետր գազ պետք է մատակարարի, իսկ այդ գազը Ադրբեջանը չունի։ Հանքավայրեր կան, արդյունահանման հնարավորություններ չկան։ Իսկ տեխնոլոգիական մակարդակը այլևս թույլ չի տալիս շահագործել այն հանքավայրերը այնպես, ինչպես մինչ այժմ շահագործել են։ Անցած 2-3 տարիներն այլև մի քանի անգամ դժգոհել է Եվրահանձնաժողովից, որ վարկեր չի տրամադրում, ոչ միայն ուղղակի վարկեր չի տրամադրում, այլև նույնիսկ եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկին է արգելում։ Եվրամիությունից պատասխանել են, որ դա Եվրամիության էներգետիկ քաղաքականության հիմքն է։ Մենք արդյունահանվող էներգիայի արտադրությունը եւ տարանցումը չենք ֆինանսավորում, չենք հովանում, մենք գնորդ ենք։ Դուք գազը հասցնում եք Եվրամիության սահման, մենք վճարում եւ գնում ենք։ Հիմա այս խնդիրը ինձ թվում է պատասխանատվությունից ինչ-որտեղ խուսափելու համար ալի Եվրամիության հետ, Բրյուսելի հետ, այսպես ճակերտերով ասած, կազուս բելի է փնտրում, որպեսզի Եվրամիությանը մեղադրի միակողմանի վերաբերմունք ունենալու եւ այն մեջ։ Այստեղ դեր է խաղում նաեւ Եվրախորհրդարանի վերջին բանացը, որտեղ հստակ Ադրբեջանը քննադատվել է որպես տոտալիտար երկիր եւ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հայրենադարձության հարցը, ընդ որում այդ հարցը կապվել է 23 թվականին հասկացված էթնիկ զտումների, ճիշտ է էթնիկ զտում արտահայտությունը Եվրահանձնաժողովը չի օգտագործել, բայց այն որ այնտեղ արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի 100,000 հայ բնակչություն հարկադրված է եղել լքել, ոչ թե տեղափոխվել Հայաստան, այլ հարկադրված է եղել լքել Լեռնային Ղարաբաղ, խիստ անհանգստացրել է Ադրբեջանին։ Եվ այն ինչ որ այսօր նրանք խոսում են Եվրամիության հետ նոր համաձայնագիրը դժվարությամբ ընդունելու հավանականության մասին, վկայում է վախեր։ Այսօր Միլի Մեջլիսի պատգամավոր Մուսաբեկովը թվարկել է երկրներ, որոնց խորհրդարանները իր արտահայտությամբ հակաադրբեջանական է, Ֆրանսիա, Նիդերլանդիա, եթե չեմ սխալվում, Բելգիա, Լյուքսեմբուրգ, ընդ որում նաև նույնը վերագրել է ընդհանուր Եվրախորհրդարանին։ Սա իմ տպավորությամբ քաղաքական ուղերձ է Բրյուսելին, որ եթե Եվրահանձնաժողովը ցանկանում է Ադրբեջանի հետ էներգետիկ ծրագրեր իրականացնել, ապա պետք է մի կողմ թողնի մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ մանավանդ ու հատկապես հայ ռազմագերիների Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հայրենադարձության հարցեր, այսինքն մարդու իրավունքներից, դեմոկրատական ինստիտուտներից եկեք չխոսենք, չոր առևտուր։ Ես գազ եմ վաճառում, գազ եմ գնում, բայց նույնիսկ իրենք են հարկադրված խոստովանել, որ 5% ընդամենը 5% Եվրամիության կարեկների 5%-ն է Ադրբեջանը կարողանալու մատակարարել լավագույն դեպքում, սա չնչին է, որպեսզի Եվրամիությունը, ես կարծում եմ, Եվրամիությունը ինչ-որ քաղաքական զիջման գնա կամ քաղաքական։ Իսկ եթե այդ տոկոսը բարձր լիներ, Եվրամիությունը աչք կփակեր ըստ թե ոչ։ Եթե 5 չլիներ, այլ 25, 30։ Դժվար է եվրաչինովնիկների, եվրաբյուրոկրատիայի անունից ինչ-որ կանխատեսումներ, որտեղ այդ մարդիկ էլ ի վերջո չափազանց պրագմատիկ են, կետ պրագմատիկ են եւ առաջնորդում են իրենց տվյալ պայառարկայական շահերով, բայց քանի որ
Եվրամիությունը արդեն երրորդ տարին է Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելություն է իրականացնում, ու այդ դիտորդական առաքելության նշանակությունը հազիվ թե որևէ մեկը թերագնահատի։ Ես կարծում եմ Հայաստանի եվրաընտրությունը, եվրոպական ընտրությունը եւ եվրաատլանտյան քաղաքակրթական ընտրությունը պահպանելու, խթանելու եւ համոզիչ դարձնելու համար Եվրամիությունը Հարավային Կովկասում իր առաջնահերթությունները պետք է վերանայի։ Այստեղ մի հանգամանքեր մենք պետք է կարծում եմ ընդգծենք, որ վերջերս տեղեկություն է տարածվել, որ Միացյալ Նահանգները Թուրքիային առաջարկում է Բոսֆոր դարդաների նեղուցը բացել ամերիկյան լցանավերի համար, որպեսզի հեղուկ գազ մատակարարվի Ուկրաինայի։ Եվ Թուրքիան այդպեսով դառնում է նաև գազային հաբ։ Այո, Թուրքիան նաև ձգտում է Եվրամիության անվտանգային համակարգի մաս կազմել։ Իսկ թուրքական մամուլը խոսում է Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը եվրոպականին ինտեգրելու մասին։ Թուրքիան ունի հավակնոտ ծրագրեր, Թուրքիան չունի ֆինանսներ, նված ֆինանսներ ունի։ Եվ համաեվրոպական անվտանգային համակարգը Թուրքիայի համար հնարավորություն է կատարելագործելու իր ռազմաարդյունաբերական համալիրը, ասենք եւ Եվրոպայի ծառայի եւ իր ազգային շահերի ծառայի առաջին հերթին, ու այստեղ էլ Թուրքիան բրցակցության մեջ է մտնում Իսրայելի հետ, երկիր, որը բացարձակ վայելում է Միացյալ Նահանգների ոչ միայն քաղաքական ու նյութական, այլև ռազմատեխնոլոգիական աջակցություն, այսինքն չկա Միացյալ Նահանգներում ռազմական որևէ տեխնոլոգիա այս պահի դրությամբ, որ Իսրայելը չունի կամ մոտ ապագայում չի ստանա, եւ այստեղ նաև ցակում է հակասություն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, եթե Թուրքիան Եվրամիության հետ նման մակարդակի լուրջ քննարկումների մեջ է, իսկ Ադրբեջանը ոչ, ապա որտեղ է լինելու Ադրբեջանը, եթե Ադրբեջանի ընդհանուր անվտանգային երաշխավորը, ինչպես իրենք են ասում, Թուրքիան է, եւ ոչ միայն իրենք են ասում, դա ամրագրված է 2021 թվականի Շուշիի հռչակագրով 44 օրյա պատերազմից ամչապես հետո։ Բարդ է իրավիճակը, բարդ է, օրինակ ասենք արտառոց երևույթ է, որ երեք միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը չի մասնակցել այն քվեարկությանը, որ դատապարտում է ռուսական ագրեսիան Ուկրաինայում։ Պարզապես չի մասնակցել, 51 երկիր ձեռնպահ է մնացել, այդ թվում նաև Հայաստան։ Բայց ձեռնպահ է մնացել նաև Միացյալ Նահանգները։ Այսինքն այս կոնտեքստում Հայաստանի դիրքորոշումը պարզորոշ հասկանալի է, մանավանդ որ Հայաստանը, եթե չթաքցնենք, պետք է Ուկրաինայի հետ խնդիրներ ունենա, որտեղ Ուկրաինան տասնամյակներ շարունակ եղել է Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական դաշնակից։ Բայց Ադրբեջանը ինչու է խուսափել քվեարկությանը մասնակցել, ոչ թե ձեռնպահ է քվեարկել, այլ պարզապես քվեարկության դահլիճից Ադրբեջանը ներկայ հեռացել է, չի մասնակցել եւ ադրբեջանական ընդդիմությունը ու Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությունը միանշանակորեն գնահատել են դա որպես Ռուսաստանի մատուցած ծառայություն, Ալիևի կողմից Ռուսաստանի մատուցած ծառայություն։ Ինչ է կատարվում, մենք այսպես հերավար դիտարկման տեսնում ենք առանձին երևույթներ, բայց այդ առանձին երևույթները ինչ որ մի շղթայի տրամաբանության մեջ բերելու համար կարծում եմ ավելի լուրջ փորձագիտական վերլուծություններ են պետք, ավելի լուրջ աշխատանքներ, որոնք ես կարծում եմ կատարվում են եւ դա ունենում է նաեւ իր քաղաքական դրսևորումները, ասենք երկու շաբաթ առաջ Իրանի պաշտպանության նախարար Նասիրզադեն Բաքվում էր, կարծեմ երրորդ օրն է Հայաստանի պաշտպանության նախարարը Պապիկյանը Թեհրանում հանդիպումներ է ունենում, ընդ որում ամբողջ սպեկտրով։ Այնտեղ եւ նախագահի հետ հանդիպում, պաշտպանության նախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ հանդիպումները ամփոփվում են Իրանի հոգեվոր առաջնորդի լիազոր ներկայացուցիչ անվտանգության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանի հետ հանդիպում, որում դա մի
փուլում է տեղի ունենում, երբ միջազգային մամուլը արդեն գրում է, որ Լարիջանին հնարավոր է փոխարինի հոգևոր առաջնորդին Խամենեիին, որտեղ տեղեկություն կա, որ նա հանձնարարել է մշակել կառավարման նոր համակարգ իր սպանության կամ իր հետ կապը խզելու դեպքում եւ կոորդինատոր նշանակել է Ալի Լարիջանին։ Հայաստանի պաշտպանության նախարարի այս Թեհրանյան այցը եւ այդքան լայն սպեկտրով բանակցությունները չափազանց կարեւոր են այսօրվա իրավիճակում։ Մանավանդ նկատի ունենանք, որ վաղը փետրվարի 26-ին Ժնևում մեկնարկում են Իրано-ամերիկյան բանակցությունները եւ այդ բանակցությունները շատ վճռական են լինելու։ Եթե որևէ արդյունք չարձանագրվի, ապա առնվազն սահմանափակ հարված, ես կարծում եմ, Միացյալ Նահանգները կամ Իսրայելը Իրանին հասցնելու են։ Այս իրավիճակում Հայաստանի տարածաշրջանային սուբյեկտությունը զգալիորեն բարձրանում է, երբ ասենք Միացյալ Նահանգների հովանավորությամբ կամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանը քննարկում է թրիպ նախագիծը իրացնելու խնդիր, միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ քննարկում է ռազմական համագործակցության հեռանկարներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի եւ Իրանի միջև այդ ծրագրի շուրջ լարվածություն գոյություն չունի։ Հակառակ դեպքում Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ ռազմական համագործակցության, փոխգործակցության նույնիսկ թեմա չի շոշափի։ Սա եւս մի վկայություն է այն քարոզչության կեղծության, որ մեր ընդդիմությունը արդեն մի քանի ամիս է 6 ամսից ավելի է հանրության ներշնչում, Իրանը ճշտամաբար կտրամադրվի, Իրանը քարեր կձեռնարկի Հայաստանի դեմ, Իրանը եւ Ռուսաստանը Հայաստանի դեմ կմիավորվեն եւ այլն եւ այլն։ Այս քարոզչությունից, ինչպես դուք ամենասկզբից ասացիք, այս քարոզչությունից պետք է տեղափոխվել պրագմատիկ դատողությունների, պրագմատիկ եզրահանգումների եւ իրատեսական, իրացնելի կանխատեսումների դաշտ իհարկե վերջին մի քանի ամիսների դիտարկումները վկայում են, որ Հայաստանն աճել է քաղաքագիտական քաղաքագետների նոր սերունդ, որ շատ ավելի պրագմատիկ եւ լայնախոհ է դատում, քան ասենք մեր սերնդի, իմ սերնդի ներկայացուցիչները, բայց այստեղ կա մի գայթակղություն չափից դուրս ասենք դուք տալ ամերիկյան, եվրոպական ուղղության վերլուծություններին այն դեպքում, երբ նույն ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ վերլուծություններ օրինակ շատ հստակ արձանագրում են, որ ինչ էր որ լինի միջազգային քաղաքականության մեջ Ռուսաստանի դերը բացառապես անտեսել հնարավոր չէ։ Այսինքն մենք պետք է ելնենք նաև այդ իրողությունից, երբ խոսում ենք Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների մասին։ Հայ-ռուսական մշակութային, պատմաքաղաքակրթական, չգիտեմ, բանավեճի ես ազատ եմ նայում։ Մատեսակետ կարելի է ասել Իսրայելը օրին հանճար է եղել, կարելի է ասել Իսրայելը օրին սպանվել է ռուսաց ցարի հրամանով։ Բայց երբ խոսքը պետական հարաբերությունների մասին, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, պետք է լինի չափազանց զուսպ, պրագմատիկ եւ ինչու՞ չէ նաեւ հաշվենկատ։ Մենք պետք է սովորենք նաեւ, որ դիվանագիտությունը հաշվենկատություն։ Նաեւ փոխշահավետ, ոչ թե վասալական, այլ փոխշահավետ։ Դուք մեղմ եք ասում, ես մի քիչ ավելի կոշտ եմ ասում։ Այո, պետք է մտածել, որ հարաբերությունների իմաստը ո՞րն է։ Հարաբերությունների իմաստը։ Պարոն Աթենսյան, տեսեք, խնդիրը այն չէ, որ Հայաստանի հասարակությունը, հանրությունը դեմ է Ռուսաստանի հետ հարաբերություններին, պարզապես դեմ են հենց այդ ստորադասված վասալային հարաբերություններին։ Այո, ինչպես ուրախություն շատերից,
հասարակությունը շատ ավելի այս օրերին, հատկապես Արցախյան պատերազմից հետո այս վերջին 5 տարի ընթացքում ավելի իրատես է դարձել, ավելի իրատեսական է գնահատում։ Ու ասում է, այո, մենք Ռուսաստանը չի անհետանալու, Հյուսիսային հարևանը չի անհետանալու, մնալու է, ու ինչքան էլ որ փլուզված լինի իր տնտեսությունը, ինչքան էլ որ իրավիճակը բարդ լինի Ռուսաստանում, դե թույլ Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր է ստիս, քան ուժեղ Ռուսաստանը նաև, բայց կա նաև մի պատմական իրողություն, որ Հայաստանը անկախացել է միշտ, երբ Ռուսաստանը թույլ է եղել։ Ես Ռուսաստանին այսպես հետևողականորեն քննադատողներից մեկն եմ, եւ դա ոչ այսօր, ոչ երեկվանից է։ Ես նկատի ունեմ այն, որ ասենք Հայաստանի ազգային ժողովի նախագահ այցելում է Մոսկվա։ Այնտեղ հանդիպում է ունենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի եւ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահի հետ եւ Հայաստանում հնչում են այսպիսի Բա ինչ էիք այդքան խոսում, եթե վերջը պետք է գնայիք իրանց ոտքը։ Ահա այսպիսի տրամադրություններ, որ փոխանցվում են նաև մամուլին ու ցավոք նաև քաղաքագիտական դիսկուրսի տարր են դառնում։ Այս զսպվածությունը պետք է մենք սովորենք, վարժվենք, որպեսզի կարողանանք ցանկացած հարաբերությունից, ցանկացած բնույթի հարաբերությունից Հայաստանի համար ինչ որ օգտակար թեկուզ նյուանս ունենա։ Ես օրինակ անցյալ անգամ ասել եմ, որ Ալեն Սիմոնյանի ազգային ժողովի նախագահի Մոսկվա այցը հաջողություն է այնքանով, որ ստեղծվում է բարձր մակարդակի քննարկման հարթակ, բարձրագույն մակարդակին թողնելով ինչ որ լուրջ։ Ասենք, ահա խնդիրներ, որ պետք է քննարկվեն Պուտին-Փաշինյան մակարդակով կամ առնվազն Փաշինյան-Միշուստի մակարդակով, սա քննարկվում են ազգային ժողովի նախագահի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մակարդակով։ Սա դաշտ է, հնարավորություն է այնտեղ ներկայացնելու տեսակետ, որ այնինչ որ վերագրվում է Նիկոլ Փաշինյանին, դա Նիկոլ Փաշինյանի հայտնագործությունը չէ, Հայաստանում աճել է, իշխանության է եկել, արդեն 8-րդ տարին է, իշխանություն է, քաղաքական մի սերունդ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների գնահատում է ոչ թե հայ-ռուսական դարավոր եղբայրության, բարեկամության, չգիտեմ ինչ կարգախոսերով, այդ կարգախոսները չենք ասում կեղծ են, Ժամկետանց են։ Բայց այդ կարգախոսը այսօրվա իրական Հայաստանին ոչինչ չի տալիս։ Նոր քաղաքական սերունդը, նոր պետական սերունդը գործում է այն ռեժիմում, որ ռեժիմում Ռուսաստանը ինքը գործում է այլ պետությունների հետ հարաբերություններում, իր համար առավելագույն։ Շահ դաշնակցի կամ պարտների շահը չտրորելու գնով։ Այս միջակայքին պետք է լինի հայ-ռուսական, Հայաստան, ես միշտ ասում եմ Հայաստան-Ռուսաստան, հայ-ռուսական հարաբերություններ ձևակերպումը անիմաստություն է, պետք է գնանք մինչև Կիևի իշխան Վլադիմիրի ժամանակները, երբ հայ-ռուսական շփումներ, հարաբերություններ եղել են, բայց դա հեռավոր անցյալ է, որ այսօր ոչինչ չի տալիս մեզ։ Եվրամիությունը հայտարարեց, որ Հայաստան է գործուղելու հիբրիդային արագ արձագանքման խումբ, որի նպատակն է Կրեմլի հնարավոր հիբրիդային միջամտություններ եւ ապատեղեկատվական այդ հոսքերը ֆիլտրելու, վերահսկելու, օգնելու եւ այդ պարությունը այստեղ տեղեկատվական մեր դաշտում այստեղ ստեղծվելու է այսպիսի հակաօդային պաշտպանություն տեղեկատվական, ըստ ձեզ ինչպիսի արձագանք սա կունենա թե մեր տեղական դաշտում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից, երբ իր ազդեցության ավանդական գոտին, որը դիտարկվում է Ռուսաստանի կողմից, Հարավային Կովկասը, որպես նոր նարատիվ արդյոք չի հայտնվի, որ տեսեք Հայաստանը իր վերջնականապես անցել այսպես ասած արտաքին կառավարման, տեսեք Եվրամիությունից արդեն ոչ միայն սահմանների դիտորդական առաքելություն կա, այլ նաև եկել են ֆիլտր եվրոպական հայտնվել է տեղեկատվական հոսքերին։ Ես պետք է անկեղծորեն ասեմ, որ Եվրամիության այդ հայտարարությամբ ոգևորված չեմ։ Բազմաթիվ պատճառներ կայակոչել, բայց առաջին հերթին
այն է մտահոգությունս, այն է, որ ընտրությունների արդյունքները վիճարկելիս կամ քննադատելիս ընդդիմությունը բնականաբար այդ հանգամանքը շահարկելու է, որ հիբրիդային արագարձագանքման խմբի ներկայությունն է շահարկվելու, ինչ կոնտեքստում, օրինակ ինչ կոնտեքստում արդեն այսօր կարծիքներ են հնչում, որ խոսքը ոչ թե ինչ-որ պաշտպանական ցանց կամ ստեղծելու մասին, այլ պարզապես քաղաքտեխնոլոգիական խորհրդատվություններ, որ Եվրամիության մասնագետների խումբը աջակցություն է ցուցաբերելու իշխող քաղաքական ուժին։ Վատ է իհարկե, որ այսօր Հայաստանը սեփական ռեսուրսների չունի։ Վատ է, որ ես որքան հասկանում եմ, ընդդիմության մի թև, որ 4% արգելանքը հաղթահարելու ոչ մի շանս չունի եւ այսօրվանից է գիտեմ, որ իրենք պարլամենտում չեն լինելու, զբաղված են ընդհանրապես ընտրությունները հեղինակազրկելու քարոզչությամբ։ Ներկայացում է այնպես, որ ինչ էր որ լինի, միևնույն է, ընտրակաշարք են բաժանում, չգիտեմ, Սյունիքի մարզպետը հրաման է արձակել մարդկանց նյութական աջակցություն ցուցաբերելու մասին եւ այլն։ Միջավայրը ինքնին բարդ է, նույնիսկ առանց արտաքին միջամտության։ Որքանով է օրինակ արտաքին միջամտությունը այստեղ գործում, սա խնդիր է։ Մյուս կողմից կան օրինակ երևույթներ, որ իրոք հակազդման կարիք ունեն։ Թե օրենսդրական կարգավորմամբ, թե ասենք գերատեսչական կարգով։ Տեսեք օրինակ համացանցով մեկ սոցիալական մեդիայով մեկ տարածվեց երկու ադրբեջանցիների Գյումրի եւ Ամասիայում հայտնվելու հարցը, այնքան որ ազգային անվտանգության ծառայությունը ստիպված եղավ, հարկադրված եղավ բացահայտել, որ այդ մարդիկ 2013-14 թվականներին էլ նույն երթուղով մտել են Հայաստան եւ Հայաստանից հեռացել են, բայց այստեղ արդեն ընդդիմությունը իրավիճակը ներկայացնում է հակառակ լրիվ այլ պատկեր։ Եթե նրանք 2013-14 թվականներին եկել, ուրեմն Ադրբեջանի հատուկ ծառայության գործակալներն են։ Թե ինչու օրինակ 2013 թվականին ոչ մեկին չի անհանգստացրել, 14 թվականին չի անհանգստացրել, այսօր հանկարծ պարզում է, որ այդ մարդիկ կարող են լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, բայց այդ մարդիկ Հայաստան են մտել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրով։ Հայաստանը կամ պետք է հետևի Ադրբեջանի օրինակին եւ անկախ քաղաքացիությունից էթնիկ բոլոր ադրբեջանցիների մուտքը արգելի Հայաստան, այդ դեպքում արդեն խնդիրներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Թուրքմենիայի հետ, չգիտեմ, այն երկրների հետ, որտեղ ադրբեջանցիներ են ապրում, կամ ամեն անգամ կարող են նման երևույթները։ Բայց դա եւս հիբրիդային պատերազմի մի մաս է կազմում։ Երբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի անձնագրով մտնում է ու հետո սկսում է ադրբեջաներեն խոսել, սադրել, տարածել, դա հիբրիդային պատերազմի մի մաս է, պարոն Աթանասյան։ Դուք հաղորդման սկզբում ասացիք, որ շատ դրական է գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը, որ դա անուրանալի է, թե ինչպիսի զսպող օղակ է տեղի ունենում։ Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը, որ նույն առումով ավելի հորետես օրինակ տրամադրված Բայց չէ՞ որ պետք է դա հակազդվի։ Մենք որտեղ տեսնում ենք մի իրողություն, պարոն Աթանասյան, երբ ստեղծվում է այ ցավալի է, որ Հայաստանը չունի հակազդման սեփական ռեսուրսներ։ Ոչ ոք 30-35 տարի Հայաստանի անկախության պատմություն չի զբաղվել տեղեկատվական քարոզչական անվտանգության հարցերով։ Դե դա նաև նոր երևույթ է, համացանցի տարածման առումով ավելի հիմա շատ ավելի անվերահսկել է դարձել։ Հիմա ավելի անվերահսկել է դարձել։ Ազդեցության բնույթը եւ բաղադրատոմսն է փոխվել։ Այսինքն այսօր համացանցը հասանելի է այնքան, որ մարդիկ ուղիղ եթեր են մտնում եւ պատմում են իրենց Երևան այցելության մասին, բայց այդ ազդեցությունը միշտ եղել է, մամուլը գրել է, չէ՞։ 2014 թվականին ինչ կատարվեց Արցախում։ Երկու ադրբեջանցիներ անցան շփման գիծ, անցան եւ ասենք Քարվաճարի
գյուղերից մեկում 16-ամյա տղայի սպանեցին ու դրանից հետո միայն ինչ որ մեկը կասկածելով որ այդ մարդիկ հայերեն այնքան էլ վարժ չեն խոսում զանգում եւ տեղեկացնում է ոստիկանությանը այդ մարդիկ ձեր բակալում են չէ այս խնդիրները լուծելու համար Հայաստանը պետք է սեփական ռեսուրս որպեսզի հարկադրված չլինի ընդունել Եվրամիության մասնագիտական հանձնաժ որը առաջացնելու է իհարկե խանդ է առաջացնելու Ռուսաստանում դա գնահատելու են որպես ռուսական մեդիան սահմանափակելու Ռուսաստանի չգիտեմ ազդեցությունը սահմանափակելու եւ ամենակարևորը ինչպես ամենասկզբում ասացի մնում է մի կարծիքին անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ընդդիմությունը ասելու է որ Հայաստանում սուվերեն ընտրություն չի կատարվել դա Եվրամիության պարտադրած արդյունքներն են եւ Մոլդովայի օրինակն է վերելու այո Իսկ արդյոք նույն Մոլդովան չդարձավ այն խթանիչը Մոլդովայի այդ տարբերակը երբ տեսան ինչ է կատարվում Մոլդովայում նույն տեղեկատվական դաշտում ու Եվրամիությունը հենց այդ նպատակով է նաև փորձում զտել ու ֆիլտրել դաշտը Մոլդովայի իրավիճակը ես կարծում եմ Հայաստանից էականորեն տարբերում է որովհետև այնտեղ օլիգարխ Իլոն Շորը գործում է Մոսկվայից, ուղղակի գործում է Մոսկվայից եւ ասենք դրա սահմանափակելու ընտրություններին բաց չթողնելու կամ չգիտեմ ինչ որ Չէ, օլիգարխների ու Մոսկվայի առումով նմանություններ կան։ Նմանություն կա, իհարկե ես երեք դիտարկում եմ արել Facebook-ում, որ հայ օլիգարխի դեպքում պետք է ասենք, որ նա քանի որ Ռուսաստանի կառավարության որոշումների վրա ազդեցություն գործել չի կարող, փորձում է իր ազդեցությունը օգտագործել Հայաստանում։ Այս բանը բայց իհարկե անցյալ տարիներին պետք է եւ տեղեկատվական ազատության մասին օրենքը փոխվեր եւ կուսակցությունների մասին օրենքը փոխվեր եւ ընտրական օրենսգիրքը բարելավել որովհետեւ բացարձակ նոնսենս է ես ոչինչ չունեմ այդ կուսակցության դեմ բայց նոնսենս է երբ որ ասենք հայ-աղափական դաշնակցությունը գրանցված է որպես Հայաստանի քաղաքական կուսակցություն, քաղաքական ուժ, բայց հայ-աղափական դաշնակցության բյուրոյի անդամների մի մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Բյուրոն է որոշում ընդունում այդ կուսակցության գործունեության մասին։ Իսկ օրենքը պետք է վերաբերվի նրա որ դաշնակցության եւ ընդհանրապես ցանկացած կուսակցության ղեկավար մարմնի անդամ չի կարող լինել այլ երկրի քաղաքացի։ Տարական պահանջ է որ պետությունը, ինչպես եկեղեցու դեպքում, այնպես էլ դաշնակցության դեպքում ասում են համահայկական կուսակցություն է։ Համահայկական կուսակցություն չէ, հայաստանյան կուսակցություն է, քանի որ այդ կուսակցությունը 1991 թվականից առ այսօր Հայաստանում կամ իշխանության ընդդիմություն է եղել, կամ իշխանության մաս է եղել, իսկ վերջին 4-5 տարիներին բացահայտ պայքարում է իշխանության գալու կամ ինչ որ մի ուժ իշխանության բերելու կանխատրամադրվածությամբ, ինչպես կարելի ասել դա համահայկական կուսակցություն է։ Այս հարցերը երևի պետք է կարգավորվեն սահմանադրությամբ։ Հուսանք, որ սահմանադրությունը այդ կարգավորումները ավելի է հստակեցնելու, ոչ թե ասենք թողնենք այնպես, որ 3 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանում տասնյակ կուսակցություններ կան, որոնք իրենց մասին, որոնց մեծ մասը իրենց մասին հիշեցնում են միայն ընտրություններից ընտրություն։ Միհրան Պողոսյանն էր տեսակապով հայտարարել, որ միանում է ընտրապետարան։ Ընդհանրապես անտանելի է եւ Միհրան Պողոսյանի եւ Արշակ Կարապետյանի եւ հանրահայտը, որ Միացյալ Նահանգներից է Դոգը։ Այս մարդիկ Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակցելու իրավունք չպետք է ունենան։ Մանավանդ այդ մարդկանց մեջ կան այնպիսիք, որ Հայաստանի իրավապահ համակարգի կողմից հետախուզվում են։ Մեղադրվում են, նրանց մեղադրանք է առաջադրված, քրեական վարույթ է հարուցված եւ հանկարծ նման ազնվորությունը իրեն թույլ է տալիս Մոսկվայից ուղիղ, ասենք, տեսակապ հաստատել, չգիտեմ ում հետ եւ հայտարարել, որ ահա մենք կգանք եւ կփրկենք Հայաստանը։ Երբ կուսակցությունը գործում է Հայաստանում, երբ կուսակցության անդամները կիսում են հայաստանյան կյանքի
եւ ուրախությունը եւ դժվարությունը այդ կուսակցության ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը արդեն բարոյական գնահատականի չի տրվում, որտեղ մարդը ապրում է Հայաստանի կյանքով։ Ոչ ոք չի կարող օրինակ ասենք Պարուհ Հայրիկյանի մեղադրել, թե ինչու է քննադատում Նիկոլ Փաշինյանին։ Բայց այդ Նիկոլ Փաշինյանին քննադատում է ինչ-որ Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանում ապաստանած ազնվորությունը, սա արդեն իրավիճակը հասցնում է, գիտեք, թող կոշտ չընչի հանրային դեգրադացիայի։ Պարզապես նայում ես Facebook-ը եւ տեսնում ես, որ 2000, 3000 մարդ հավանություն է տալիս, ասենք դոգի տեսա ուղերձ, սա դեգրադացիա։ Կոնֆուցիոսը ասում էր, երբեք մի հարցրու տղամարդուն, որքան է ինքը վաստակում, կնոջ տարիքը եւ երբեք մի հարցրու, թե հայրենասերին որտեղից օտար երկրի անձնագիր։ Այ այսպեսի մի կատակ է շրջանառվում ժամանակակից մեր մեմերի ենթամշակույթում։ Պարոն Աթանեսյան, այնուամենայնիվ ըստ ձեզ որն էր այն ամենակարևոր նյուանսը, որը մենք բաց ենք թողել այս գլխավոր օրերի լրահոսից։ Պաթոսի եւ իրական կերպարի հակասությունը հայ իրականության վերջին քառորդ դարի ամենացավոտ դրսևորումն է, երբ դու բարդուն գիտես, բարդու գործունեությունը եւ իր արտահայտած մտքերը դրամագծորեն հակառակ են եւ երբ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայկական հայ ազգային ազատագրական պայքարի հերոսների ֆենոմենը փորձ է արում 21-րդ դարի 3-րդ տասնամյակում ներկայացնել որպես քաղաքական ընտրություն։ Եթե անցյալ դարի սկզբին եղել է Անդրանիկ, որ համարվել է հայ ժողովրդի փրկիչ, ապա այսօր կարող է լինել X ազնվորություն, չկենտրոնանանք, ես մտածողության առումով եմ ասում, որ կարող է գալ, հաստատել արդարություն, բոլոր թշնամիներին ջախջախել եւ կառուցել այն Հայաստանը, որ մենք երազում ենք։ Այսինքն այսպես երազելով մենք բաց ենք թողնում իրական Հայաստանը տանելի երկիր։ Միջին եվրոպական չափանիշի բարեկեցության, ժողովրդավարության, հանդուրժողականության երկիր դարձնելու հնարավորություն այս առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությունը ես կուզենայի, որ ընտրողների մեծամասնությունը, եթե ասեմ բոլոր ընտրողները, դա իհարկե այդպես չի, մեծամասնությունը այս ընտրությունները գնահատել որպես երկիր կառուցելու հնարավորություն, երկրի համար հարաբերական կայունության մի խարիսխ ընտրելու հնարավորություն, որը գուցե թույլ է տալու երկիրը ապագայում 20-30 տարի հետո դուրս բերել մեծ նավարկության, ոչ ոք պատմության պարադոքսները գնահատել չի կարող։ Շնորհակալություն, պարոն Աթանեսյան, զրույցի համար։ Մենք շարունակելու ենք փնտրել այն կարևոր նյուանսները, որոնք փոխում են հիմնական պատկերը, իսկ դուք շարունակեք հետևել իրադարձություններին։ Առաջին լրատվականի եթերում տաղավարում զրուցեցի Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հետ։